Ողջույն։ Երևանի Հրազդան մարզադաշտի հարևանությամբ ծաղկի մեծածախ վաճառքի շուկա կա։ Առաջ շուկայի օրերին ամբողջ փողոցը խցանված է լինում, որովհետև նաև ոչ ծաղկավաճառներ էին գնում համեմատաբար էժան բուկետներ գնելու համար։ Հիմա քանի որ ծաղիկներն ամենուր են էժան, 1-2 բուկետի համար արդեն չեն գնում հասնում շուկա։ Զրուցում եմ ծաղկավաճառների հետ։ Հուզված են, նյարդային են։ Ջերմոցում աճեցրել են ծաղիկներ և վաճառքով անգամ ծախսերը չեն կարողանում հանել, ուր մնաց ունենան եկամուտ։ Չհանդիպեցի մեկին, որ պլյուսով դուրս եկած լինի։ Ասում եմ եվրոպական շուկան բացվել է ծաղիկների առաջ, բայց իմ հանդիպածներից ոչ ոք ծաղիկ չի արտահանել։ Իրենք խնդրում են գտնել Եվրամիություն ծաղիկ արտահանածի և տվյալները փոխանցել, որ ձևը իրենք իմանան։ Ու չգիտեն ինչ է լինելու վերջը։ Ասում են բիզնեսը փակելու են, բայց վարկերը չգիտեն ոնց փակել։ Եզրակացնում են, սա թշնամական երկրների թելադրանք է մեր երկիրը ղեկավարողներին և ուղղված է հենց ժողովրդի դեմ։ Նիկոլը գիտեր, չէ՞ որ ռուսական շուկայի փակվելը ոչ թե Ռուսաստանին է վնասելու, այլ մեր արտահանող արտադրողին։ Ու իմանալով թշնամացավ։ Գիտեր ինչ է լինելու ու թշնամացավ։ Ուրեմն մեր դեմ էր ասում են, ոչ թե Ռուսաստանի։ Պատժամիջոցների պատճառով մեր գյուղմթերքի արտահանումը նվազել է 75%-ով։ Ռուսաստանինը չի տուժել, այլ շուկաներից բերել լրացրել է։ Տուժել ենք մենք։ Ուրեմն ուղղված էր մեր երկրի ու ժողովրդի դեմ։ Ամռան ամիսների հիմնական արտահանվողը ծիրանն է։ Նախորդ տարվա հունիսին արտահանվել է մոտ 23000 տոննա ծիրան, այս տարվա հունիսին 3000 տոննա, 87% անկում է գրանցվել մենակ ծիրանի ոլորտում։ Ծիրան այս տարի քիչ էր, իհարկե ոչ այնքան, որ 87% անկում ունենա։ Նախորդ հունիսին արտահանվել է 1500 տոննա լոլիկ, այս հունիսին ընդամենը 440 տոննա։ Լոլիկը ջրի գին ունի հիմա։ Ջերմոցի լոլիկի արտադրման համար մարդիկ փող են ծախսել, բայց վաճառում են ինքնարժեքից էժան։ Նախորդ տարվա հունիսին արտահանվել է 39 տոննա դեղց, այս տարվա հունիսին գիտեք քանի տոննա։ 0 տոննա։ Նախորդ տարվա հունիսին արտահանվել է 19 տոննա բալ, այս տարվա հունիսին գիտեք որքան է արտահանվել, ընդամենը 150 կիլոգրամ։ Ու ասում է մեր տնտեսվարողները պետք է հարմարվեն, սա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման ճանապարհն է։ Ինչ կապ ունի սա ինքնիշխանության հետ։ Ինչին հարմարվեն, որ այս տարի դու միայն մեկ ամսում 20000 տոննա պակաս ծիրան ես արտահանել, ավելի ինքնիշխան ես։ Այսինքն հերիք չէ ձեր տապալումները կապեք ինքնիշխանության հետ։ Ինչի պետք է արտադրողն ու արտահանողը համակերպվեն քո տապալումների հետ։ Էկոնոմիկայի նախարարը խոստանում էր հնգապատկել արտահանումը Եվրամիություն։ Նայում ես թվերը լացդ գալիս է։ Եվրամիության ընդլայնման հարցով հանձնակատարը Facebook-յան էջում գրում է. Ռուսաստանը փորձել էր ազդել ընտրությունների վրա, սահմանափակելով հայկական մրգերի և ծաղիկների ներմուծումը, ի պատասխան Եվրամիությունը աջակցեց Հայաստանին, բացելով իր շուկան այդ ապրանքներից շատերի համար։ Դրա համար էլ ասում է. Հայաստանից մի զամբյուղ ծիրան բերեցի, մեծ մասը նվիրեցի ընկերներից, մի մասով էլ ջեմ պատրաստեցի։ Դա գրել է հուլիսի 6-ին։ Բացում ես վիճակագրությունը տեսնելու, թե այդ հայկական ապրանքների առաջ ոնց է բացվել Եվրամիության շուկան։ Տեսնում ես, որ տիկին Մարթան հայկական ծիրանից ջեմ է սարքել, բայց հայ ժողովրդին տալիս է եվրոպական կտեր։ Չկա ապրանք, որի առաջ բացվել է եվրոպական շուկան։ Հայաստանից Եվրամիության անդամ երկիր առևտրային նպատակով, եթե Մարտակոսի մեկ զամբյուղը դուրս անենք, չի գնացել ոչ մի գրամ ծիրան։ Այ 2025 թվականի հունիսին և Եվրամիությունը չէր բացել իր շուկան Եվրամիության Հայաստանի առաջ, Եվրամիության անդամ 3 երկիր հայկական ծիրան է գնացել, փոքր քանակությամբ՝ Գերմանիա, Չեխիա, Բելգիա։ Այս հունիսին չի գնացել ընդհանրապես, և ոչ միայն ծիրան, ընդհանրապես համարյա ոչինչ չի գնացել, միայն 45 կիլոգրամ ելակ Լատվիա ու Լեհաստան էլ փոքր քանակի կեռասու պղպեղ։ Սա է մեր առաջ բացված եվրոպական շուկան։ Հիմա անդամ 11 երկիր գնացել է միայն հայկական ծաղիկ, սահմանափակ, ում եք խաբում։ Հայաստանից թարմ ծիրանի արտահանման սեզոնը ամառվա 3 ամիսներն են։ Հիմա եթե հունիսին ընդհանրապես չեք տարել, ձեր եփած ջեմը ում եք հիմարացնում։ Լրիվ նմանվում է բոր շուկարկանդակ հանուն Ուկրաինային կարգախոսին, իսկ թե ինչ եղավ հետո Ուկրաինայի հետ պատմելու կարիք չկա։
Եվրամիության բարձր պաշտոնյան ասում է, Եվրամիությունը իր առաջ բացեց հայկական շատ ապրանքների առաջ դռները։ Որ մի ապրանքը նայում ես, Եվրամիություն չի մտել։ Ամենաշատ արտահանվող գյուղմթերքից բալ չի մտել, ելակ չի մտել, կեռաս չի մտել, թութ չի մտել, լոլիկ, կաղամբ, կանաչիներ, ոչ մի բան։ Վիճակագրության մեջ միակ հայտնությունը Ուզբեկստանն է։ 2025-ին ոչ մի գրամ բան չի արտահանվել, 26-ին գնացել է արտահանված 3000 տոննա ծիրանի կեսը, էլ կեռաս, էլ պղպեղ, լոլիկ, ծաղիկ։ Հարցն այն է, Ուզբեկստանը եղել է արտահանման վերջնակետը, թե այնտեղ ձևակերպվել է որպես այլ երկրի անունով ու հասել է Ռուսաստան։ Ամեն դեպքում փաստ է, որ ուզում էին բազմապատկել Եվրամիություն արտահանումը, բայց Ուզբեկստան տարան։ Այն որ ասում եք գնալու ենք Եվրամիություն, Ուզբեկստան եք գնում իրականում։ Ուղղակի մեկը արևմուտքում է, մեկը արևելքում, հələ կողմնորոշվեք։ Մի հատ պարզ ճշմարտություն սարքել են դրոշակ։ Պետք է շատ երկրներ արտահանենք, որպեսզի մեկ շուկայից կախվածություն չլինի։ Գյուտ արիք, բա արտահանեք։ Արտահանման շուկաների դիվերսիֆիկացիան այն ռազմավարությունն է, երբ մեծացնում ես այն շուկաների եւ պետությունների ցանկը, ուր վաճառվում է ապրանքներն ու ծառայություններն։ Մեկ շուկայի վրա հույս դնելը այո, վատ է։ Եթե հիմնական գնորդ երկրում առաջանում է տնտեսական ճգնաժամ, արժեզրկվում է ազգային արժույթը, կիրառվում են նոր մաքսատուրքեր կամ մեր օրինակը թե ինչպես եղավ պատժամիջոցներ են անում, ամբողջ արտահանման համակարգը կաթվածահարվում է։ Բացի այդ, տարբեր շուկաներ մուտք գործելը ստիպում է արտադրողներին բարձրացնել ապրանքի որակը։ Դա համապատասխանեցնելով տարբեր երկրների միջազգային ստանդարտներին։ Հիմա սրանք 45 կիլո ելակ մի երկիր են արտահանում, մի տոննա բիբար մի երկիր են արտահանում, 120 հատ վարդ արտահանում են մի երրորդ երկիր, ասում են վերջ, դիվերսիֆիկացնում ենք։ Բայց արդյունքում 75% անկում է, երբ տարբեր երկրների մեջ ես բաշխում արտադրանքի 25%-ը, մնացած 75%-ը փչացնում թափում ես, դա դիվերսիֆիկացիա չէ։ Մարդիկ ասում են վարկեր ունենք, ինչ անենք, ոնց փակենք, իրենց ունեցած հողը, բերքն էլ մեջը, վաճառում են, որ փակեն վարկերը։ Այն հողը, որ պետք է իրենց բարեկեցիկ դարձներ, հիմա վաճառում են այդ հողը, որ փակեն Նիկոլի բերած աղետների տոկոսները։ Ջերմացատերն ասում է, կարող եմ Նիկոլի ելույթները, Մարտակոսի ջեմի մասին գրառումները, այն որ 50 միլիոն եվրո պետքա փոխհատուցեն, այդ լուրն էլ վերցնեմ, գնամ բանկ, ասեմ այսրանք արժեքավոր բաներ են, սրանցով վարկս փակեք։ Նրանք մեզ են կերակրում, այդ սուտ խոստումներով մենք էլ բանկերին կերակրենք։ Մարդիկ ասում են, համոզում են մարզպետարաններից, համայնքապետարաններից, թե ձեն մի հանեք, մի բողոքեք, լրատվականների մոտ մի խոսեք, փոխհատուցում կտան։ Այդպես համոզում նստեցնում են տեղները։ Համոզելուց լավ են, որ համոզելով ժամանակին կարողացան անհետ կորածների, գերիների հարազատներին լրացնել, հիշում ենք, պոմիդոր աճեցնողներին հաստատ կկարողանան։ Գյուղացին արտադրողը, արտահանողը աղետի մեջ է, ոչ թե եղանակի, որակի կամ մրցակցության պատճառով, այլ զուտ մեկ հոգու քաղաքական արկածախնդրության։ Գյումրեցին ասում է բնական աղետ կարկուտը բերքս հողին հավասարեցրեց։ Լոլիկի ձեռքը կրակն ընկած Մասիսին ասում է դու արհեստական աղետ Նիկոլից խոսիր։ Կարճ ասած, իրականությունը ոչ թե եվրոպական հեռանկարներն են, այլ աղբանոցում հայտնված մթերքը, պարտք ու վարկի տակ խեղդվող սննկացած արտադրողը։ Լավ իմաստը որն էր այսպես անելու, անմաքս, անխոչնդոտ, հայկական ապրանքը գնում հասնում էր տասնամյակների կլիենտներին։ Ինչի սենց արիք։ Նոր շուկաներ էիք ուզում, լավ էիք անում, ստեղծեիք, քանդելու իմաստը որն էր, պատվերեր։